Հարգելի հետևողներ, այս պահին մենք զրուցում ենք Արցախի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։ Տիկին Հակոբյան, օրվա խորհրդի, օրվա նշանակության, օրվա հաղորդակից լինելու, այսպես ասած, ձեր մտորումներով կխնդրեմ կիսվեք մեզ հետ։ Գիտեք, ոչ թե այսօր եմ սկսել այլ երեկվանից, ամբողջ օրը րոպե, վայրկյան անցնում է, հերթական անգամ միջով անցնում ու հիշում եմ, որ սեպտեմբերի 26-ին 2020 թվականի Ստեփանակերտի օրն էր։ Թվում էր, թե տոնական ինչ-որ զգացողություններ, միջոցառումներ պիտի լինեն, չկար։ Իհարկե մեր մաքուր քաղաքը էլ ավելի տարբերվում էր, փայլում էին փողոցները, մարդիկ շրջում էին փողոցներով, ես էլ երեխաներիս հետ պարտադիր անպայման գնում էինք ազատամարտիկների պուրակ, խոսում Արցախից, Ստեփանակերտի պատմությունից, բայց տխրություն կար, թախիծ կար, չգիտեմ ինչից էր այդ զգացումը, բոլորիս մոտ էր այդպես լռություն կար քաղաքում։ Ես հիշում եմ, որ մենք շատ ուշ, համենայն դեպս ես շատ ուշ փորձել եմ քնել, բայց առավոտյան ինչ-որ անհանգիստ զգացողություն արթնացրեց ինձ, 6-ը չկար ժամը առավոտյան, վեր կացա, սիրում էի իմ տան պատշգամբը շատ, հատուկ ես կահավորել էի, որովհետև սիրում էի առավոտյան սուրճը այնտեղ խմել, ու արդեն նստել էի, ուզում էի սուրճ խմել, պայթյունները սկսվեցին։ Անկեղծ ասած մտածեցի, որ դրանք երևի ինչ-որ հոսանքի էլեկտրալարերի հետ կապված պայթյուններ են, բայց հետո արդեն մյուս պատուհանից նայելիս տեսա ծուխը եւ հիշում եմ այսօրվա պես ինչ հանգիստ ձայնով երեխաներիս եմ արթնացրել, որ վեր կացեք պատերազմ է։ Այս ժամերին մենք ազգային ժողովում էինք, բնականաբար, մի տեսակ հանգստություն, խաղաղություն կար, չնայած պատերազմ էր սկսվել, ուրախություն, որ վերջի փամփուշտը երևի պիտի կրակենք ու հաստատվի այդ խաղաղությունը։ Գիտեք, այդ ժամանակ ինչքան էլ գիտեինք ովքեր են զավթել իշխանությունը, բայց որևէ կերպ չէինք պատկերացնում, որ պլանավորած է, նախապես պլանավորած է պարտությունը եւ արդեն ամսի 29-ին հստակ, սեպտեմբերի 29-ին մենք տեսանք այդ պլանավորած պարտության ընթացքը եւ ինչ այստեղ շեղում էին մեր հանրությանը, նույն հենց Արցախի համար մարդ տվող զինվորների ծնողներին հաղթելու ենք այդ կեղծ, զզվելի, սուտ փառակապակցությամբ, բառով, այդ պայն արդեն Արցախը հանձնում էին կանգ չառնելով այդ մատաղ սերնդի, չգիտեմ, արյունարբու թշնամու առաջ զոհ տալուց, կանգ չէին առնում եւ զոհվում էին մեր տղաները, զոհվում էին տասնյակներով, հարյուրներով ամեն օր։ Զոհվում էին այն պարագայում, երբ պլանավորել էր իշխանությունը հանձնել։ Ու գիտեք, յուրաքանչյուր տարի այս օրը ամոթի այս հեղձուկը, որ գնում էինք եղբայրական Պանթեոն, գալիս հիմա Եռաբլուր եւ այլևս այդ գլուխը բարձր պահելու հնարավորությունը չունենք։ Եվ խորհուրդը օրվա կապված է միայն այս մեր հերոսների քաջորդիների նահատակված պատգամով։ Միայն դա է ուղեղումս, ուրիշ ոչ մի բան չկա, որ իրենք չեն զոհվել, որ ես ուրախ զվարթ ցոփ կյանքով ապրեմ, կամ լավ ապրեմ, կամ երջանիկ ապրեմ, ոչ, դրանք կեղծ թեզեր են, ովքեր են չեսնում են։ Իրենք զոհվել են, որ մենք հայրենիք ունենանք։ Իրենք զոհվել են, որ փոխանցեն հայրենիքը սերունդներին։ Եվ այդ մի պատգամը կա հիմա իրենցից, եւ այս քարերին, որ նայում ենք, նկարներին նայում ենք, ես անընդհատ լսում եմ այդ պատգամը, զգում եմ այդ պատգամը, որ ոչ թե կիսատ չթողեք, այլ ընդհանրապես չթողեք այն գործը, որի համար մենք զոհվել ենք։ Ու մի պատգամ կա, մի խորհուրդ կա օրվա մեջ, կանգ չառնել ու լինել հայրենատերը, այնպես ինչպես իրենք են
եղել չեն վարանել ոչ մի վարքյան եւ շարունակել ոչ թե իրանք կիսատ չեն թողել ոչ մի բան կիսատ չեն թողել այդ մենք ենք կիսատ թողել որ ապրում ենք ու այսօր հայրենիք չունենք ըստ էության զրկվել ենք մեր հայրենիքի մի մեծ հատվածից եւ կարծես թե կողքից հետևում ենք ինչպես են մեր հայրենիքի մյուս հատվածը կեղեքում նույն իշխանությունները ովքեր առանց աչք թարթելու հանձնեցին այսինքն անելիքը անասելի շատ է եւ օրվա պատգամը միայն դրա մասին է օրվա խորհուրդը կանգ չառնել շարունակել թեվաթափ չլինել հա այս իշխանությունները չունեն կարմիր գծեր եւ տրորելու են ամեն բան ճանապարհին բայց պետք է կարողանալ կանգնեցնել այդ ընթացքը ամենայն դեպս մենք գոնե առնվազն 5 տարի որևէ վարքյան չենք շեղվել այդ ճանապարհից պետք է մեծ համախմբում պետք է այդ մեծ համախմբումը հանուն այս տղաների թողած պատգամի հանուն այն բանի որ մեր սերունդները հայրենիք ունենան ոչ թե մենք պարտքենք մեր նախնյաց առաջ չէ մենք պարտքենք մեր սերունդների առաջ մենք պարտավոր ենք հայրենիք փոխանցել մեր սերունդներին այն հայրենիքը հանուն որի զոհվել են հազարավոր երիտասարդներ, հայրեր, պապիկներ եւ արել են այդ ամենը իրականում արել են գիտակցված, որովհետեւ այստեղ շատերին հետ ճանապարհ ենք անցել, կյանք ենք անցել, շատ-շատերին անձամբ ճանաչում եմ, շատ-շատերի իմ աչքի առաջ ուղղակի ծնվել են ու մեծացել, ու հիմա իրենք այստեղ են։ Եվ ես գիտեմ, որ իրենք շատ սիրում էին կյանքը ու շատ էին ուզում ապրել, եւ հետեւաբար իրենք գիտակցաբար հավատացել են, որ իրենք զոհվում են հանուն այն բանի, որ հայրենիքը ապրի։ Եվ ապրողներս իրավունք չունենք ուղղակի ապրել։ Տիկին Հակոբյան, ինչպես նաև դուք նշեցիք, դավադիր պարտություն պլանավորելուց հետո, այդ սև ծրագիրն իրականացնելուց հետո օրվա իշխանությունը հիմա էլ օր ու գիշեր թմկահարում է, թե Արցախի էջը փակված է, Ղարաբաղյան շարժում այլևս Հայաստանի Հանրապետության տարածքում չի լինի, նույնիսկ այդ նախաձեռնությունը փորձում են օրենսդրական դաշտ բերել, ինչ ձևով կաշկանդել հայրենասեր քաղաքացիների ընդդիմանալ պայքարը, սա օրվա իշխանության, այսպես ասած, այս քաղաքականությունը կարող է արդյոք կաշկանդել Արցախցում։ Գիտեք, ոչ մի վարչապետ, ոչ մի քաղաքական ուժ, ընդհանրապես որևէ մեկը չի կարող փակել Արցախի էջը։ Առավել եւս այս մարդիկ, ովքեր չգիտեն էլ հայրենիքը ինչ է, եւ գիտեք իրենք չէ, որ Արցախի էջը բացել են։ Եվ իրենք չէ, որ փակելու են։ Ես էլ չեմ եղել այդ բացողը այստեղ են։ Հազարավորներով այստեղ են։ Այդ հայրենիք նվիրողները հազարավորներով, հազարներով այստեղ են։ Իրենք են բացել։ Իրենք չեն փակել Արցախի էջը, հետեւաբար որևէ մեկ այստեղ ողջ քայլող, շնչող, առավել եւս այդ խումբը իրեն իշխանություն հորջորջած չի կարող փակել։ Ես չեմ ընդունում, որ դա միայն արցախցու կամքն է կամ իրենք պիտի արցախցուն կոտրեն, որ կարողանան փակել։ Եկեք երբևէ չմոռանանք եւ միշտ խոսենք, որ 90-ականներին հայրենիքը հայը ազատագրեց, հայը Հայաստանի մեր հազարավոր հայրենակիցները, Սփյուռքից մեր հայրենակիցները եւ Արցախի մեր հայրենակիցները եւ ըստ էության հայը։ Եվ հետեւաբար հայը չի տվել թույլտվություն որևէ մեկին եւ չեն կարող փակել ոչ մի էջ։ Գիտեք, սա այս կեղծ թեզերը, որով իրենք փորձում են մեզ տրամադրել, համոզել, որ չկա Արցախ, որ Արցախի էջը փակված է, դա իրենց անձնական սեփական նկատառումներն են։ Դրանք ոչ մի կապ չունեն Հայաստանի ընթացքի հետ, դրանք ոչ մի կապ չունեն Հայաստանի ապագայի երազանքների ու նպատակների հետ։ Այո, իրենք սարսափում են, ինչպես սատանան խաչից է սարսափում, երբ խոսում ես ուժեղ Հայաստանի մասին, երբ խոսում ես Արցախ վերադարձի մասին, որովհետև իրենց անձնական պայմանավորվածությունները, իրենց լավ, ցոփ, շվայտ ապրելու համար
իրենց նպատակները կատարելու համար իրենք արել են ինչ որ արել են ու շարունակում են անել։ Ամբողջ հարցը նրանում է, արդյոք մենք ունենք այդ հաստատակամությունը, կարողությունը համախմբվելու այդ ցանկությունը, որպեսզի վերջ դնենք այս իշխանությունների, որպես իշխանություն գոյություն ունենալուն։ Իրենք ուղղակի պիտի չլինեն, իրենք նույնիսկ չպիտի ապրեն Հայաստանում։ Ինչ իշխանություն, իշխանավարության մասին է խոսքը, որտեվ այդ մարդիկ զուտ իրենց ցնորված մտքերը, իրենց չգիտեմ, մարդիկ ովքեր անցյալ չունեն, իրենք որևէ հետք էս պատմության մեջ բացի դավաճանությունից, այսպես հանցավոր ընթացքից ոչ մի հետք այլևս չեն թողելու։ Հիմա ամբողջ խնդիրը նրանում է, ի վերջո երբ ենք մենք կանգնեցնելու, ի վերջո երբ ենք մենք որպես հասարակություն, որպես ժողովուրդ, որպես ազգ կանգնեցնելու այս կործանարար ընթացքը, բայց միևնույն է, որևէ բան չի կարող հավերժ լինել, չարը առավել եւս։ Եվ այդ չարի պատիժը ուղղակի իրենք պիտի երևի պատմություն կարդան։